Բարև ձեզ, շնորհակալություն եմ հայտնում Alpha News-ին, պարոն Մաթեոսյանին, պարոն Տիգրան Քոչարյանին, առհասարակ Alpha News-ի անձնակազմին, որ Արմենի պահով այսենց շատ կարևոր քննարկում է կազմակերպել Արմեն Գրիգորյանը, Միխալիչը, իմ ընկերս, այն ամբողջ ոդիսականը, որը Արմենի հետ տեղ էր ունեցել, բոլորիս աչքի առջև էր և թերևս այն ժամանակ մենք արդեն խոսում էինք, որ երկրում հաստատվում է հակահայկական, ավտորիտար, դե լավ, սենց ասենք, ավտորիտար, կառավարչական համակարգ, ինչի ավտորիտար, ամենակարևորը մենք մի հատ հասկանանք, երբ որ մենք խոսում ենք ավտորիտարիզմի մասին, երբ որ խոսում ենք մարդու իրավունքների մասին, երբ որ մենք խոսում ենք այն ամեն գործընթացների մասին, որոնք կարծես թե հիմա ավելի ակնհայտ, բաց, ցայտուն երևում են, իդեպ վերջին, օրինակ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, որը իր մեջ պարունակում է ամբողջովին ավտորիտարիզմի բոլոր տարրերը, մենք պետք է հասկանանք ինչ ենք մենք դրա տակ, ինչի նկատի ունենք, շատ պարզ ուղիղ պատասխան, ավտորիտարիզմի տակ մենք ի նկատի ունենք մի իրավիճակ, երբ որ մենք բոլորս, մենք, դուք, նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ հետ միգուցե համաձայն չեն և միգուցե համակրում են իշխանություններին, բայց այնուամենայնիվ սահմանափակված են իրենց կարծիքը հայտնելու, սահմանափակված են բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով, սահմանափակված են նույնիսկ սոցցանցերում լայք դնելուց, երբ որ մարդկանց հանում են աշխատանքից, սահմանափակված են այն ժամանակ, երբ որ խոսքի համար մարդուն վերցնում և տանում են բանտ, սահմանափակված ենք ամենակարևորը, ասել ճշմարտությունը, յուրաքանչյուր ավտորիտարիզմ, յուրաքանչյուր ֆաշիզմ, յուրաքանչյուր դիկտատուրա սկսում է բոլոր երկրներում և բոլոր էթնոքաղաքական միավորներում նույնաբովանդակ, սկզբից գայթակղում է, սկզբից մարդիկ սիրահարվում են, սկզբից մարդիկ անվերապահորեն հավատում են, հետո մարդկանց հետ զուգահեռ այդ հավատքի դեպի իշխանություն կորստի հետ զուգահեռ բարձրանում են ճնշումները։ Դուք պատկերացնում եք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ որ երկրի հանդեպ վտանգի մասը, օրինակ հնչեցնելուց, դուս ես գալի ասում ես վտանգ է, օրինակ, չգիտեմ, ներողություն, օրինակ, չգիտեմ, Ադրբեջանը ուզում է Արևմտյան Ադրբեջան ձևավորի Հայաստանի տեղը, երբ որ դու դա արտաբերում ես, դու ընկնում ես մի իրավիճակի մեջ, երբ որ քեզ սկսում են ենթարկել կտանքների, երբ որ դու դուրս ես ընկնում այն գծից, որը ես ավելի քան համոզված եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին թելադրված է արտաքին ուժերից, ապա դու դառնում ես իշխանությունների համար թշնամի։ Ավտորիտարիզմը միշտ եղել է, կա և մնում է, կարճաժամկետ առումով էֆեկտիվ կառավարչական համակարգ, ոչ թե ի բարօրություն ժողովրդի, այլ որ կառավարչական համակարգը մնա, բայց միայն և միայն կարճաժամկետ առումով։ Նույնիսկ կա արդեն մի ձևակերպում հայկական ավտորիտարիզմի, որովհետև մեզ մոտ ամեն ինչ պետք է լինի, ասենց յուրովի, մենք ուրիշ ենք և այլն, և այո, այստեղ էլ մենք ուրիշ ենք։ Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական փաշիզմ։ Սա առանց ոչ մի կոնտեքստի, առանց փորձի խտացնել գույները, առանց նույնիսկ վիրավորանքի, ոչ մի պարագայում, ես միշտ կարմիր գծերը չեմ անցել։ Բայց այդ համակարգը նեոթուրքական փաշիզմի ձևավորումը ենթադրում է միայն մի բան, դու պարտավոր ես ենթարկվես այն ընդհանուր գծին, որը
մատնանշել է իշխանությունը եւ դրա հետ մեկտեղ դու իրավունք չունես այդ գծից դուրս ընկնես, որովհետեւ եթե դուրս ընկար, դու ենթարկվում ես անմիջապես հետապնդումների։ Գրիգորյան Արմենի օրինակը ամենա հնչյունն էր այն ժամանակ եւ այո, առաջին զոհը նեոթուրքական ֆաշիզմի Արմենն էր, Միխալիչը։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ նույն այս իրավիճակը ավտորիտարիզմի իրավիճակը, նեոֆաշիզմի իրավիճակը, նեոթուրքական ֆաշիզմի իրավիճակը բերեց մի գիտեք շատ հետաքրքիր գիտական առումով մի իրավիճակի, երբ որ կա մի մարդկանց զանգված, որոնք հավատացած են, շատ կարևոր է, սա էլ ավտորիտարիզմի շատ ցայտուն օրինակ, հավատացած են, որ կարելի է դավաճանել հայրենիքը հանուն պետության։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք, այսինքն մարդիկ չեն էլ ամաչում, ինքը առհասարակ յուրաքանչյուր ֆաշիզմը կլինի դա, չգիտեմ, Մուսոլինիից վերջացրած, այն ամենով ինչ կատարվում է Հայաստանում, ինքը միշտ խեղաթյուրում է, ձևափոխում է եւ ջարդում է էլեմենտար մարդկային ընկալումը, առհասարակ ինչ է սպիտակը, ինչ է սևը, ինչ է բարին, ինչն է չարությունը, մի ժողովրդական լեզվի մեջ մի sense լեզվարության մեջ հայկական մի բառ կա, ժժնել, երբ որ սա խառնում են, ոնց որ միքսերով խփում են, այս sense մարդու ենթագիտակցությունը ու մարդ արդեն չի կարող հասկանա, բայց դրա հետ մեկտեղ շարունակում է այդ քաղաքագիտական առումով, փթախտի մեջ իր գիտակցությունը զոհաբերել, օրինակ նույն այդ նեոթուրքական ֆաշիզմի համար։ Պատկերացրեք, մարդիկ հիմնավորում են Հայաստանում ավելի ուժեղ կան մարդիկ, չեմ ասի շատ են, բայց կա խումբ մարդկանց, իսկ իշխանությունների մասին չեմ խոսում։ Հասարակ քաղաքացիների կան մարդիկ, ովքեր հիմնավորում են, ընդ որում Թուրքից ու Ադրբեջանցուց ավելի ուժեղ, ինչի համար պետք է ոչնչացվել Արցախը։ Հիմնավորում են ինչի համար մենք պետք է մոռանանք Արարատը, հիմնավորում են ինչի համար մենք պետք է օրինակ մեր պետական, ես ընդգծում եմ պետական եւ ազգային առաջնահերթությունները դնենք թուրքական զոհասեղանին։ Եվ այո, ամենա ցավալին այն է, որ մեզ փորձում են համոզել հենց այդ մարդիկ, որ հայրենիքի դավաճանությունը դա այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու համար։ Միգուցե դա այդպես է, բայց այստեղ հարցը ծագում է, որ պետության մասին է խոսքը գնում, որովհետև դա վստահաբար Հայաստանը չէ։ Այս սա է ամենաուղիղ ավտորիտարիզմի արտահայտումը։ Եվ վերջացնելով խոսքս կարող եմ ասել մի բան։ Ավտորիտարիզմի հիմնական ուժը վախն է։ Ուրիշ ռեսուրս չկա ավտորիտարիզմի մոտ։ Վախը եւ մեկ անգամ վախը։ Ավտորիտարիզմը սկսում է վախով եւ ավարտվում է, երբ որ վախը կորում է։ Օգտագործելով այսօրվա ինձ ընձեռնած հնարավորությունը, ես մաղթում եմ, որ մենք բոլորս լինենք ոնց Արմենն էր, որը չէր վախենում եւ ինքը իր կյանքով եւ իր մահով հաղթեց նեոթուրքական ֆաշիզմը եւ սա բնավ անպագորգոր խոսքեր չեն։ Մի վախեցեք եւ վերջ ամեն ինչ կավարտվի։ Մի վախեցեք ներքուստ։ Եվ հիշեք մի բան։ Հայաստանը, հայ ժողովուրդը, հայ ազգը արժանի է, որ իր համար պայքարենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։